Ոսկի կարետակները երկրի վրա, ովքեր հինդով ու ծիծաղով են ուստում աշխարհը։ Եկեք կկանենք հարետ, արևի լույսով ջերմացենք բոլորի սրտերը, շուտերը սարեն մնա երկնքում ու մանուկների լուտուր խնդություն։ Արգելի ֆուրեր, ուսուցիչներ և ծնողներ, այսօր մենք հավաքվել ենք մեր հրաժեշտի և մեր շնորհակալության խոսքը ասելու մեր դպրոցին, տարրական դասարանին և իհարկե մեր շատ սիրելի ուսուցչուհուն։ Իմ լավ սեպտեմբեր, ես քեզ սիրեցի, աշուն տատիկի դու ոսկի եմ ուզած, չէ որ այս առատ բարիքից բացի կարոտած նորպես կանչում ես դպրոց։ Շատ լավ հիշում եմ, աշնանային օրը երբ դպրոց մտա, առաջին օրը դպրոցը մեր բացեց իր գիրկը և մենք դարձանք համար 95 դպրոցի անգին սաները։ Մեզ տարեկան բոլորած շապաներով մեր ծանոթ դպրոց մտա ամաչկոտ։ Ուսուցչուհի մեր սիրելի, դու ժպտացիր ես մտայմի, հարազատի իջեմ սիրով, դպրոցի բակը փոքրից դարձավ մեծ ու լուսավոր։ Ցույց տվեցի, անհատնում, ապարանքը կամձերի, օրոս դարնաց, իմ հոգում, ու կամձերը, քերի։ Եղար բարի մասնում, խորհրդատուն իմ կյանքի, միշտ կմնաս իմ սրտում, որպես կարոտ իմ անգի։ Դուք բարին եք սերմանում, գիտության դռեր բացում, հեքիաթներ եք մեզ պատմում, հերոսներն է սիրակում։ Տարիներն արագ են անցնում են անհետ, բայց անել չեն մնում, մեր պատմության էջերը, մենք ընկնում ենք, բարձրանում, կորցնում ու վերագտնում և դարերի հոլովույթում բացահայտում ենք մի մեծ ճշմարտություն, որ մենք հա ենք հողից ծնված, իմ արմատն է, իմ հպարտությունը, Արարատն իմ շուրջը, իսկ հայրենիքն իմ տունը։ Որքան գիտեք, առայժմ կա միայն երկիր մոնարխում,
ահա ապրում եք, կյանք, և հրաշալիքն այդ կոչվում է կյանք։ Իսկ ինչ է կյանքը։ Կյանքը գեղեցկություն է, հիացիր, կյանքը երազ է, իրագործիր, կյանքը մարտականություն է, կատարիր, կյանք մարտահրավեր է, ընդունիր, կյանքը հարստություն է, պահպանիր, կյանքը սեր է, վայելիր, կյանքը խորհուրդ է, իմացիր, կյանքը հայրենիք է, պաշտպանիր։ Օտար հողում տնկած սարը օտարինն է, քոնը չէ, թե մոռացար քո բարբարը, քո մայրենին, քոնը չէ, միլիոնների հարստություն ունենաս էլ քոնը չէ, թե չունեցար հայրենի տուն, քո հայրենին, քոնը չէ։ Ում ես թողնում, հողը, եղբայրը, հողն օտարի, քոնը չէ, թե մոռացար խաչուտաճարը, քո հավատքը, քոնը չէ, մայր հայրենին ու մայրը սուրբ, ընտրովի չեն, կամ քով չեն, թե ծով չունես, գետերը տազուս, ուր են թափել, քոնը չէ։ Ժամանակ անցավ, դա
Հայրենիքության սովոր հայ ժողովուրդը 100 տարի անց է դժվարությամբ էր հարմարվում նոր ուսմունքին, մի բաց պատճառով, չէր հասկանում նոր կրոնը։ Կիսված էր արդեն մեր հայրենիքը, ճեղքված էր մեր տերավոր բրիքողը և անհամեմատ ուժեղ թշնամիների դիմագրավելու մի զենք էր մնում, թվի դեմ թրիչ, կարյան դեմ թանակ, թրի դեմ գրիչ։ Եվ ապակայի անորոշության ու անհայտության մռայլ օրերի այդ մի մաշտոց անունով եկավ պատասխանելու, ինչպես թվեր կործանումներից, հարցին։ Նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե վերջը մի տեղ դառնում է սկիզբ, նրանք ծնվում են, որ ապացուցեն, թե այդտեղ է լավ սխրանք է սկսվում և վերջանում է ամեն մի հնար։ 5-րդ դարի սկիզբը պետք է դառնար վաղվա գալիքի բանալին, ոսկե դարը հայոց դարձավ շնորհիվ սուրբ ու իր ազգի նվիրված մի մարդու, որի անունն է Մաշտոց։ Մեր հայրենիքը հնարավորություն տվեց պատմության դաժան ճանապարհով անցած հայ ժողովրդին իր գանձերը փոխանցել մի դարից մյուսը, անցյալը կապել ներկային, ներկան ապագային։
երազանք։ Իմ ժողովուրդ, հանճարը շատ, ցավը շատ, գոհարները ցրել ես ողջ աշխարհում, արարել ես դարերից անվերջ, անդադար, հոգուտ հույսը ջանք դարձրած խավարում։ Իմ ժողովուրդ, մեծահոգի ու բարի, դու բոլորին ժպտացել ես եղբորպես, աչք չես դրել ուրիշի հողին ու քարին, գոհացել ես նրանով, ինչ Աստված է տվել քեզ։ Իմ ժողովուրդ, սարը քանից, դու հաց քամող, միաստական, արմատերը դարելի մեջ հեռավոր, սաղավարտները սարբաշով ծիանցյան։ Մենք հայ ենք, մեր երկիրը Հայաստանն է, մեր լեզուն հայերենը, հոգով հարուստ, մտքով ճկուր, մնանք մենք հայ միշտ կանգուն։ Մարդը միայն մեկ մայցնով է, քնքուր, սիրով պանուված, ուր են ապրի, ուր են թեքրավքի պես, մեկ հայրենիք, մեկ երկիր և մեկ հող է ունենում։ Եվ դպրոցն է մեզ սատարում, թող որ միշտ անինի հզոր, կանգուն, մեզանով դուք հպարտանաք, մեր դպրոցի սյունը դառնանք։ Գիր են երդում մանուկները, որ հայ ազգը միշտ ծաղկի, որ մանուկը հայոց ազգի, հայոց լեզուն սովորի։ Փառք ես մեծ Պաշտոց, փառք ես միշտ անմար, մենք պիտի գովենք, անունդ անդադար։ Ամեն մարդկանում մի ջախ ունի, իրը նվիրական ճամփեքի վրա, և ուր են գնա, ուր են ոլիդի, որ ոգ է պահում կրակը նրա։ Որքան էլ օջախն աննշմար լինի, և հեռու լինի կրակն անհայտում, ցերեկով նրա ծուխը ծիրանի, գիշերվա պահին ոցեն են մատնում։ Ես բախտավոր եմ այս աշխարհում, որ հավատում եմ իմ արմատներին, և զորանում եմ իմ արմատներով, և խոնարհվում եմ և բարձրանում։ Let's
ծիծաղանալ ու մեզ վարելով ջնջելուքով են նաև երջանիկ։ Երջանիկ եմ ես իմ ընկերների համերաշխությամբ։ Բարեկամներ, հեշ չէ եղել մեզ մոտ, եղել է կռիվ և վեճ, բայց դե հիմա կարող ենք կոչել, ընկերներ ենք մենք, ուսուսի տված, ազնիվ ու խիզախ։ Ահա անցավ այս 4 տարի և եկել է օրը հրաժեշտի, դպրոցական տարիներն էին դրանք, ամենալավ ու անհոգ, արդեն բավականին գիտելիքներ ենք ձեռք բերել և Մեսրոպյան տարրերը հնարավորություն են տալիս մեզ բացել ցանկացած բնագավառի գաղտնիքները։ Մոռանալ առաջին ուսուցչուհուն նշանակում է մոռանալ նաև Մեսրոպյան տարրերը։ Իմ ուսուցչի, դուք եք մեզ տվել առաջին գիտելիքները և դուք եք մեզ ձեռքից տված առաջին անգամ սովորել Մեսրոպյան տարրերը։ Ես հիշում եմ, երբ առաջին անգամ ոտքս դրեցի դպրոցին, շատ ցելի ուսուցչուհին շփտատեմ, իմ ձեռքը բռնած ու եկցեց դպրոց։ Հոգուս մեջ ես դու ամենուր, իմ ուսուցչուհի, իմ անգին, դու հարատեն լույսի աղբյուր, մտքի սահմանն առաջին։ Մենք ձեզ շատ ենք բարձրացրել ու հաճախ չարություն արել, բայց դուք միշտ եղել եք ներող ու բարվել եք մեզ ծով սիրով։ Անդիմ անսահման բարության դիմաց, շառայել եք դուք սեր բարություն։ Ինչքան էլ այսօր մենք ձեզ գովերքենք, էլի քիչ է քիչ, իմ լավ ուսուցիչ։ Մեր ուսուցիչներ բարի հանդուրժող խոնարհվում ենք մենք բոլորիդ առջև։ Ուրախ ենք շփտել ես, բախտավոր ու երջանիկ։ Գտել ենք մեր մոտպես հարազատ տվարիսին։ Փոքրիկ ենք, եկամ դպրոց, դուք մեզ շատ բան տվեցին, ինչպես մայրս զավակին խնամեցիք սրեցին։ Իմ ուսուցչուհի, քեզ մայրիկիցս չեն տարբերել, ով է քո չափ ինձ ներել, և ով է քո չափ ինձ հասկացել։ Մայրս կանթ է ինձ տվել, իսկ դուք թռիչք ու թևեր, մայրս ձև է ինձ տվել, իսկ դուք իմաստն իմ կյանքի, մայրս կաթով ինձ սնեց, իսկ դուք լեզվով իմ հայրում։ Մայրս միայն ինձ է մայր, իսկ դու կանթիք փոքրերի։ Ուսուցչուհի մերսի էլի, մտքով պատար լուսավոր, լծված խիտով, լծված ծիրով, ասում ենք ձեզ, մնալ բարով։
այստեղ կանգնել ու ողջունում ենք ձեզ։ Ուզում ենք, որ վստահ լինեք, ձեր ավակ ընկերներն ենք։ Ինչ որ նշվածա այլ լինի, մենք ձեր կողքին կլինենք։ Ամոր բռնա ձեր ձեռքերը ուսման ճամփով կտանեն։ Շատ հուզված եմ, իսկապես հուզված եմ։ Հուզված եմ ոչ նրա համար, որ ես այսօր փոխանցում եմ իրենց միջին դպրոցի ուսուցիչներին, այլ հուզված եմ նրա համար, որ 4 տարի առաջ, երբ առաջին անգամ իրենց ծնողները վստահեցին իրենց ինձ, իմ առջև մի մեծ նպատակ էի դրել։ Հուզված եմ դրա համար, որ այսօր ես համարում եմ, որ իմ նպատակը կատարվել է։ Նպատակիս գլխավոր իմաստը նրանում էր, որ քանի որ անցել ենք պատերազմի թող ու բողով, միայն ու միայն մտածում էի դաստիարակել ամեն մի րոպեն, ամեն մի վայրկյանը հայրենիքի նկատմամբ սեր, ջերմություն, եւ որ ուր էլ գնան, որ հողի վրա էլ կանգնած լինեն, իրենք սիրեն ու ամեն ինչից վեր պահեն հայրենիքը։ Այսօր հուզվել եմ նրա համար, որ ես համարեցի, որ իրոք հասել եմ իմ դրած նպատակին։ Ձեզնից էլ շնորհակալ եմ Տիկին Գրիգորյան, ընկեր Խաչատրյան, բոլոր ուսուցիչներին, որ այսօր մեր այս հուզիչ պահին ներկա եղաք, եւ դասավանդող եւ ոչ դասավանդող ուսուցիչներից շնորհակալ եմ, մայրիկներից առավել եւս, որ ամեն րոպե կանգնած էին իմ կողքին, ինչ որ ցանկացել եմ, ինչ որ ուզեցել եմ լինի, ծնողները մեծ սիրով, հոգատարությամբ են դա կատարել, անչափ շնորհակալ եմ, սիրելի ծնողներ։ Հարգելի ուսուցիչներ, ծնողներ, աշակերտներ, ներկաներ։ Ուզում եմ շնորհավորել մեր փոքրիկներին այս գեղեցիկ օրվա կապակցությամբ։ Նրանց մաղթել անխոչնդոտ, հաջողություններով լի ճանապարհ։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել դպրոցի տնօրինությանը, Տիկին Գրիգորյան ջան, ձեր գլխավորությամբ, եւ շնորհակալություն հայտնել մեր բալիկներին դասավանդող բոլոր ուսուցիչներին։ Հարգելի ուսուցիչներ, շնորհակալ ենք յուրաքանչյուր դասի համար, յուրաքանչյուր խրատի համար։ Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր շատ սիրելի ընկեր Ունանյանին, տքնաջան անխոնջ աշխատանքի համար։ Սիրելի ընկեր Ունանյան, թող միշտ այսպես սիրված ու գնահատված լինի։ Ձեզ մոտ ստացվեց լինել մեր բալիկների երկրորդ մայր։ Շնորհակալություն։ Շնորհավորում եմ տարաբանների ապահովելու կապակցությամբ եւ այդ թեմայից մաղթում եմ, որ ձեր կյանքը անցնի այսպես փայլփլուն, անապատներով լի եւ միշտ զարմացնեք մեզ ձեր դերերով ու նվաճումներով։ Շնորհավորում եմ Կերունանյան ավայր։ Թող ամբողջ կյանքում հաջողությունը ուղեկից լինի քեզ, Վահան ջան։ Սիմոնյանին, առայն, որ կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Թող ամբողջ կյանքում հաջողությունը ուղեկից լինի քեզ, Արշակ ջան։ 4-րդ B դասարանի աշակերտ Դանիելա Արմենի Առաքելյանին, առայն, որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Թող ամբողջ կյանքում հաջողությունը ուղեկից լինի քեզ։ Դասարանի աշակերտ Նարեկ Եսայի Մանասյանին, առայն, որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Թող ամբողջ կյանքում հաջողությունը ուղեկից լինի քեզ։ 4-րդ B դասարանի աշակերտ
Գրիգոր Գևորգի Գրիգորյանին առայն որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Ամբողջ կյանքում դասարանի աշակերտուհի Մարիա Լևոնի Ավագիմյանին առայն որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Թող ամբողջ կյանքում հաջողությունը ուղեկից լինի քեզ Մարիա ջան։ Չորրորդ պետդասարանի աշակերտ Աշոտ Արսենի Բաբուրյանին առայն որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Թող ամբողջ կյանքում հաջողությունը ուղեկից լինի քեզ Աշոտ։ Չորրորդ պետդասարանի աշակերտուհի Էլինա Համլետի Հարությունյանին առայն որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Ամբողջ կյանքում հաջողությունը ուղեկից Չորրորդ պետդասարանի աշակերտ Ռադիկ Վարդանի Սողոմոնյանին առայն որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Չորրորդ պետդասարանի աշակերտուհի Մարի Արամի Քոչարյանին առայն որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Դասարանի աշակերտ Հայկ Էդգարի Խոսրովյանին առայն որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Ամբողջ կյանքում հաջողությունը ուղեկից լինի քեզ։ Դասարանի աշակերտուհի Սաթենիկ Մկրտիչի Եթեջբարյանին առայն որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Դասարանի աշակերտուհի Անի Արայի Հարությունյանին առայն որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Ամբողջ կյանքում հաջողությունը Նարեկ Ֆյոդորի Մուրազյանին առայն որ նա կյանքի կարևոր փուլերից մեկը գերազանց է անցել եւ արդեն տեղափոխվում է միջին դպրոց։ Ամբողջ կյանքում հաջողությունը Չորրորդ պետդասարանի աշակերտուհի Էվա Հայկի Սարգսյանին Տիգրան Սամվելի Հովսեփյանին Դիանա Գեղամի Գրիգորյանին Դիանա Արմեն Ֆելիքսի Գրիգորյանին Արմեն Ֆելիքսի Գրիգորյան, Արթուր Արմենի Ալեքսանյան, Արթուր Արմենի Իչիչ ասման, Դավիթ Արտյոմի Աբրահամյան, Դավիթ Արտակի Աբրահամյան, Մարիա Աշոտի Հակոբյան, Էդիտա Էրիկի Դալաքյան, Ալեքս Մնացականի Ներսիսյան, Էլեն Կարենի Համբարձումյան, Նատալի Մայիսի Հարությունյան, Միքայել Գորի Սիմոնյան, Արփի Ռազմիկի Ղազարյան, Մարիա Վրեժի Գրիգորյան, Դավիթ Սուրերի Մանուկյան, Լևոն Արտաշեսի Ազիզյան,
Շնորհակալություն։ Արիանա Լորիկի Ավանեսյան։